Հայաստանը պատրաստ է շուտ ապույտ կնքել խաղաղության համաձայնագիրը, որը տարածաշրջանը կուղղորդի դեպի հարատև խաղաղության եւ կայունության։ Ապրիլի 3-ին Երևանում ընդունելով Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոյին վերահաստատել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ըստ ԱԽ գրասենյակի Գրիգորյանն ու Գրոնոյին քննարկել են Հարավային Կովկասի անվտանգության իրավիճակը, առկա մարտահրավերները, մտքեր փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման շուրջ, անդրադարձել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերին։ Թեև մարտի 13-ին Երևանն ու Բաքուն հայտարարել էին, որ ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդին կրկին պնդել է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանները։ Հայաստանի սահմանադրությունից պետք է հանել անկախության հռչակագրի հղումը, ինչպես նաև պետք է լուծարել ԼԻԱՀԿ Մինսկի խումբը։ Ալիևն ընդգծել է, թե գնդակը Հայաստանի դաշտում է եւ եթե Հայաստանն իսկապես ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ապա պետք է կատարի Ադրբեջանի այդ երկու նախապայմանները։ Երևանը հայտարարում է, որ սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է, իսկ Մինսկի խմբի լուծարումը հնարավոր է համաձայնագրի ստորագրումից հետո։